Եթե հետաքրքրված եք գերմաներենով, հաստատ Instagram-ում տեսել եք այս տեսանյութերը։ Սա մեր Liba Sona-ն է, այսինքն Sona գերմաներենի էջը, որը որ մատչելի կրեատիվ ձևով բացատրում եւ սովորացնում է գերմաներեն։ Ինձ այս կերպարը այնքան հետաքրքրեց, որ ես խնդրեցի հարցազրույց իր հետ եւ այսօր մեր հյուրն է Sona-ն, մեր Liba Sona-ն կամ Sona գերմաներենը։ Սիրելի Սոնա, նախ շնորհակալ եմ, որպեսզի ժամանակ գտար մեզ տրամադրելու եւ մեզ հետ խոսելու։ Ու լեզվի ուսուցման քո ֆորմատը շատ հետաքրքիր է եւ նորարարական է։ Կպատմես ոնց առաջացավ գաղափարը ու ձևավորվեց այդ ֆորմատը։ Բարև Գիգիթ ջան, ես եմ շատ ուրախ։ Ես ինչ գերմաներեն եմ սովորել այդ 16 տարեկանից, այսինքն արդեն 20 տարի կլինի երևի։ Ինչ ես գերմաներեն էի սովորում, շատ արագ հասկանում էի ամեն ինչ, դասատուն ինչ բացատրում է, շատ արագ ըմբռնում էի, այնպես լիքը հարցեր էի տալիս ու կողքիներս նույն խմբում չէին հասկանում, դասատուն մի քանի անգամ բացատրում էր, չէին հասկանում, այնպես ես էի սկսում բացատրել, ասում էի նայ, էսի կարա սենց հասկանաս, էսի սենց, ու ստացվում է, որ ես հենց այդ ժամանակվանից է, սենց սկսել եմ գերմաներենը բացատրել։ Սկզբում տենց լիքը ժամանակ անվճար էի անում, հարևանի երեխաների բացատրում, էս, ու հասկացա, որ ես սիրում եմ, ուղղակի, այդ իմ հոբին է, ես սիրում եմ բացատրել գերմաներեն կամ չունեմ, լեզուներ եմ հանրապես, որ գերմաներեն լավ գիտեմ, գերմաներեն կարողանում նաև լավ բացատրել, ու արդեն երբ որ Հայաստան տեղափոխվեցինք, ամուսնուս հետ հասկացա, որ պետք է այս պաշտոնականացնել, որովհետև ես իսկապես լավ որակ եմ կարողանում տալ, կարողանում շատ լավ բացատրել, ում որ բացատրել եմ բոլորը գոհ են, այնտեղից այդ միտքն եկա, որ մենակ պետք է դպրոց բացել ու ավելի հանրային ներկայանալ։ Շատ հետաքրքիր էր, իսկ ինչու հենց Instagram-ում նման ֆորմատով։ Որովհետև հասկացա, որ եթե ինչքան էլ լավ որ դու լինես, լավ մասնագետ լինես, թույն գերմաներեն իմանաս, բայց եթե դու տեսանելի չես 2026 թվին, դու կորած ես, քո մասին ոչ մեկ չի իմանա, ու ինչ որ մեկը, ով որ քո 1/3-ն գերմաներեն չգիտի, ինքը կարա այդ ճանապարհով բավական մեծ գումար վաստակի, հաջողության հասնի, ճանաչելի դառնա, ու տենց մի քիչ տենց էգոիստաբար որոշեցի, որ ճիշտ է, շատ ինտրովերտ մարդ եմ, բայց պետքա բանանամ, էլի ներկայանամ Instagram-ով ու ինձ ցույց տամ։ Ես անպայման քո լինքը կթողնեմ նաև քո Instagram-յան։ Ես գիտեմ, որ դու դասընթացներ ես կազմակերպում շատ որակով, տեղ ինձ էլ մեկ-մեկ հարցնում են, որտեղ սովորել գերմաներեն, ինչպես, մի հատ դրան էլ կանդրադառնանք մեթոդաբանությանը, բայց անպայման դիմեք մեր Սոնային եւ կստանաք պրոֆեսիոնալ ուսուցում։ Անպայման ուզում եմ ասել, անխոսքով ֆորմատը շատ կրեատիվ է եւ ակնհայտ սիրված։ Այդ ես չեմ ասում, այդ շատ-շատերն են ասում, շատ օբյեկտիվ եմ ես այդ առումով։ Բայց դե մեծ տարածումը իրանից նշանակում է նաեւ շատ հեյթերներ, կկիսվես, ունեցել ես նման փորձ, թե քո լսանը ավելի լոյալ է։ Հա, ունեցել եմ, ու ես շատ պայքարում եմ իմ մտքի դեմ այդ հարցում, որովհետև 10 կոմենտից 9 շատ դրական, ուրախ, սենց սրտիկներ են, շնորհակալություններ են, ու այդ մեկը մի հատ սենց թունավոր ինչ-որ բան է ասում, ու քո ուղեղը ամբողջ օրը կամ մի քանի օր կպչում է այդ թունավոր կոմենտին, ու տես օրը հարամ է լինում, ու ես միջայլոց մտածում էի, որ ոնց է, որ տարբեր տեսակի մարաթոններ կան, ամբողջ Instagram-ը ինչ-որ կուրսեր է, մարաթոններ է, հոգեբանական է, բայց մի հատ հոգեբան մի հատ տենց կուրս չբացեց հեյթերների դեմ, ոնց ոչ թե պայքարել, պետք չի պայքարել, այլ ոնց դիմակայել էլի այդ հեյթին, որ գալիս, ոնց չներվայնանալ, սենց այդ մանիպուլացիաները բաներ էլի, եթե ինչ հոգեբան կես, լավ գաղափար է, մի հատ տենց կուրս սարքել, ես սկզբում հեյթից շատ էի ներվում, շատ էի ջղայնում, սենց արունս եռում էր, բայց հետո տենց էլի կամաց հասկացա, որ այդ մարդիկ ուղղակի ոչ մի բանի չեն հասել իրանց կյանքում ու միակ բանը այդ հեռախոսն է, որ իրանց ձեռքում ունեն, որ իրանց օրվա այդ դժբախտ, դժգոհ մաղձը կարողանան թափեն, դրա համար տենց շատ անգամ ուղղակի ծիծաղում եմ, մեկ լինում է, որ հեյթերներին տենց շատ ծիծաղալու ձևով է պատասխանում, տենց բարեհամբույր սիրալիր, մեկ էլ տեսնում ես այդ վсё չկան, գնացին կորան, էլ չկան, տենց, բայց այդ ինքնուրույն քրոսով լավ կլինի, որ մի հատ կուրս լիներ,
սկսնակ բլոգերների Չէ, շատ լուրջ բան ես ասում իրականում, որովհետև տեսականորեն շատ հեշտ է, վայ բանի տեղ մի դիր եւ այլն, բայց երբ որ քեզ է կպնում ու դու հասկանում ես այ մարդ անարդար է, ինչի ես ինձ կպել։ ոչ փող ես, ոչ ինչ որ subscription ես դրել, որ մտեն փոխտան նոր նայեն քո content, ասենք իսկականի ինձ օգուտ տվող ման ես, ամեն օգտել չտաս, ինչ որ մեկին վնաս չես տալիս։ Բայց դա կապ չունի, ինչ ուզում ես արա, միշտ պետք է լինի 20%։ Հասկանում եմ։ Սոնա ջան, հիմա մի քիչ ավելի քեզ անդրադառնանք, տես դու սովորել ես Գերմանիայում, կպատմես որտեղ եւ մի քիչ ուսանողական կյանքից, նաեւ ոչ միայն Գերմանիայում ես սովորել, մի քիչ այսպես քո ուսանողական եւ կրթական մի քիչ այդպես մանրամասներից կխոսես։ Ես դպրոց եմ գնացել Հոլստան ու այդ ժամանակ այդ դինոզավրերի թվիկ 10 տարի էր դպրոցը ու երբ որ ես դրանից հետո ուղղեցի ընդունում Գերմանիայում համալսարան, ինձ ասեցին, որ համալսարանից չես կարող ընդունվել, որտեղ մեր մոտ դպրոցները 12-13 տարի են, ձեր մոտ 10 տարի, դու կարաս մաքսիմում 10 տարի գնաս քոլեջ։ Մի տարի գնաս ուսումնական քոլեջ, ինքը տենց նախապատրաստական ոնց որ նույն աբիտուրն է, որ գերմանացիներն են անում, բայց օտարերկրացիների համար, այսինքն մի քիչ ավելի հեշտ, հա, մի քիչ շատ ավելի հեշտ, ու տենց ես որոշեցի, որ պետք է գնամ Studienkolleg, Մյունխենում գնացի Studienkolleg, դրանից հետո դիմեցի հենց LMU, այսինքն Մյունխենի համալսարան, սովորեցի արվեստի պատմություն ու իրավաբանություն, այսինքն ես մասնագիտությամբ ընդհանրապես լեզվաբան չեմ, սա իմ հոբին է, ես միջալուց միշտ դասի սկզբում որ խումբ եմ հավաքում, միշտ ասում, այդ համ լավ է, համ վատ է, որ ես սա որպես հոբի եմ անում, լավ է նա, որ այսինքն վատը այնա, որ մանկավարժի այդ կրթությունը չունեմ համբերատարության հետ, կամ չգիտեմ ինչի հետ, այսինքն մաքսիմում 10 անգամ էլի, 10 անգամից հետո դու էլի չես հասկանում, օքեյ, ես վատն եմ, բայց հա, իսկ լավ է նա, որ ես էսի անում եմ սիրով, այսինքն ես ճիշտ ասած դիմաց գումար եմ աշխատում, բայց դա իմ գերնպատակը չի, ես սա անում եմ, որովհետև սա ինձ շատ դուր է գալիս, այսինքն այստեղ պարտավորվածություն, ստիպվածություն իմ էներգիայից չեք տեսնի, էլի, որ ինձ մենակ 100%-անոց պոզիտիվ էներգիա կտեսնեք ինձնից, իսկ հետո Մյունխենից հետո, այսինքն ավարտելուց հետո մագիստրատուրան արեցի արվեստի բիզնեսի մեջ Լոնդոնում։ Այդ իմ մասնագիտությունն է, ես շատ եմ սիրում, բայց այդ իմ մասնագիտությունն է, ես դեռ աշխատում եմ նաև, բայց սա իմ հոբին է, էլի Գերմանիայում, հետո դեռ հետ եկա Գերմանիա, այնտեղ աշխատեցի քանի տարի, պասպորտը վերցրի ու նույն օրը, պասպորտը վերցնելու նույն օրը հետ եկա Հայաստան, ամբողջ չամադաններով եմ գնացել։ Դրան է ուզում անդրադառնալ, այսպես ընդունված կարծիք կա, որ մարդիկ գնում սովորում են, մանավանդ դու այդպիսի մեծ շատ background ունես, իսկապես վստահաբար դու խնդիր չէիր ունենա ոչ Անգլիայում, ոչ էլ Գերմանիայում աշխատանք գտնելու, լավ վարձատրվող աշխատանք, բայց դու որոշում կայացրեցիր, մի քիչ մենք դրա մասին փոքր-ինչ խոսել ենք, հիմնական մոտիվացիան որն էր ու ո՞նց ես քեզ զգում Հայաստանում։ Հա, հիմնական մոտիվացիան այն էր, որ ես շատ էի կարոտում տնեցիք։ Այսինքն այլևս անտանելի էր օրվա մեջ այդքան ժամ այդ կարոտով ապրել եմ, այդ հիմնական մոտիվն էր, երկրորդական մոտիվը այն էր, որ Գերմանիայում մինչև դու կարողանաս քո բիզնեսը կառուցել, հա, այնքան դժվարությունների մեջով ես անցնում, այնքան թղթաբանություն է վրետ գալիս, որ լրիվ այդ հավեսը կորում է, ու դու ասենք ամեն մի բանի պետք է ուշադիր լինես, վայ մենք Հայաստանում էլ ես ուշադիր, բայց չեն խեղդում քեզ, հա, չգիտեմ այդ տարբեր տեսակի հարկերով, տարբեր տեսակի ստեղ պետք է դիմես, ընդեղ պետք է դիմես, էս կատաստրոֆա էր, մենք ամուսնուս հետ փորձեցինք այնտեղ անենք, հետո որ հասկացանք, որ ինչ աշխատում ենք, այդ գնում է հաշվապահին, գնում է այդ հարկերը, ինչ որ անիմաստ հարկեր վճարելու, տենց ասեցինք չէ լավ չենք ուզում, մենք ուզում ենք բիզնես անենք, ինչ որ այն բիզնեսը մեր համար աշխատի ու всё, դրա համար լավագույն տեղը Հայաստանն է։ Շատ լավ։ Ու ինչպես ես քեզ զգում Հայաստանում։ Շատ լավ, շատ երջանիկ։ Տնից դուրս ես գալիս, սա քո մարդիկ են, սա հայերեն եմ խոսում։ Նենց չի որ ես գերմաներենի, իմ այրենի լեզվի չափ տիրապետում եմ գերմաներենին, բայց մեկը հետո եղանակը
ավելավա ես ինձ չգիտեմ պլյուս 40-ի տակ հալվեմ, բայց ես արև տեսեմ, ես ձմռանը թող մինուս 50 լինի, բայց արև լինի։ Ու այդ արևը մենք Հայաստանում դրա համար ես ինձ շատ ինձ Հա, ես էլ եմ այն կարծիքի, որ մարդ պետքա գտնվի այնտեղ, որտեղ իրան երջանիկ ազգում։ Ու ուզում է Հայաստան լինի, ուզում է, չգիտեմ, Ղրղստան լինի, կարևորը մարդը ինքը երջանիկ զգա, հա։ Տես խոսեցիր քո դպրոցի մասին, գերմաներեն լեզուն շատ բարդ է։ Ես գերմաներենը ես ոչ թե դպրոցական տարիքում եմ սովորել, իսկապես հասուն եկա-ճոճա տարիքում եմ սովորել, ու ես կարող եմ հավաստիացնել, որ շատ բարդ լեզու է, օրինակ անգլերենի հետ ես համեմատում, հա։ Դու պրոֆեսիոնալ մարդ եմ ես քեզ համարում, հիմա կարող է դու համեստություն անես, մի քանի թեթև մեթոդաբանություն, ոնց այդ տաժանակիր լեզուն գոնե սկսել սովորել։ Կատակով ասում եմ, օրինակ, երբ որ անգլերենով ուզում ես հարցնես ոնց ես, պրոստը հարցնում ես ոնց ես։ Իսկ գերմաներենը դու այդ ոնց եսի համար մի ամբողջ քերականություն պետք է իմանաս, էլի որ ճիշտ հարցը տաս։ Իրականում հա գերմաներենի քերականությունը ես համարում եմ, որ ինքը բարդ է, եթե ճիշտ չեն բացատրում, եթե հեշտ չեն բացատրում։ Բայց եթե հեշտ են բացատրում, օրինակ իմ աշակերտները ասում են մենք դաժե այդ քերականությունը ու հետո տալիս ես հրավոր ձև, ասում ենք դա նույնիսկ չենք էլ բացում, որտեղ դու այնքան պատկերավոր ես բացատրում, որ տպավորվում է։ Այդ կարիք չկա այդ բացելու, նայելու, ստուգելու ես ոնց էր, բայց ասում եմ սկզբից մինչև վերջ, իմ բոլոր աշակերտները այդ են էլի ասում, որ շատ հեշտ են բացատրում, ասում են ոնց գերմաներենը այսքան հեշտ է, բայց ինչին ասում որ դժվար է։ Հա դժվար է, եթե դու ճիշտ չես սովորում, ճիշտ հերթականություն կա գերմաներենից, առաջինը ինչ սովորես, երկրորդը ինչ սովորես, բայց եթե դու արդեն գերմաներեն ես սովորում, ես էլ եմ միշտ ասում իմ աշակերտներին, օրինակ սեպենք թե գերմաներենը 100 թեմա ունի, քերականական, այդ 100 թեմայից եթե դու 2 թեմա չիմանաս, երկուսը չիմանաս, այն 98-ը լրիվ անիմաստ է, դու չես կարողանալու այն 98-ը ճիշտ օգտագործես։ Բայց եթե դու այդ 100 թեմայից ես 2-ը իմացար, այն 98-ը ավտոմատ ինքը իր տեղն է ընկնել։ Որն է հեշտ, ավելավ է այդ 2 թեման սովորել ու առաջինը այդ բայերն են, հա, այսինքն բայերը պետք է սովորել ոչ թե տենց տկլոր, այսինքն չգիտեմ, հավը իրանից հետո հավը նշանակում ունենալ, այլ հավը իրանից հետո ինչա պահանջում, ինչ հոլովա պահանջում, կամ ինչ պրեպոզիցիոնա պահանջում, այսինքն բայերը սովորել իր այդ ռեկցիոնով, քերականորեն այդ ռեկցիոն, այսինքն հավը ակուզացիա նշանակում ունենալ։ Ու երկրորդը այդ գոյականներն են իրանց արտիկլով, եզակի ու հոգնակի թող։ Այս երկուսը կսովորես, այն 98 թեման, ասես կարաքի պես կգա քեզ կծառայի։ Բայց եթե դու այն 98-ը իմացար, ու այս երկուսը չիմացար, այսինքն իմ կանոնը, հա, իմ դպրոցի կանոնը էս է, մենք անիմաստ բան չենք անում, ես սովորես բայնու գոյականը, քեզանից մնացած ամեն ինչի Ճիշտ է, եթե դու արտիկլը չիմանաս, էլ չես էլ կարող հոլովել։ Ուզում ես դատիվի բոլոր օրենքները իմանաս, ոնց հոլովես, եթե նախնականեն ցուգանք ստատը չունենաս, էլի։ Իսկ ինչ կասես Սոնա, որքանով այսօրվա դրությամբ Հայաստանում պահանջված է գերմաներեն լեզուն։ Ավելի քան ես պատկերացնում էի կամ մտածում էի, ես էլ եմ ասում, ես ոնց որ հաճույքից ելնելով եմ ասել, որ օրինական ճանապարհ, օրինական անեմ, հա, օրինական ծավալ ունի, բայց շատ բաներ ունեմ, ինչ հարցումներ, հա, հարցումներ, զանգեր, հենց ֆիրմաներից, որոնք ներկայացուցչությունն են գերմանական ինչ-որ ֆիրմայի Հայաստանում։ Այսինքն ուզում են այստեղ, այնտեղ վճարում է այդ ֆիրման Գերմանիայից, որ իրանք այստեղ գերմաներեն սովորեն, այդպես կորպորատիվ են, ոնց որ կորպորատիվ շրջաններում շատ տարածված է, ու մարդիկ են, շատ մարդիկ են ուզում գնան Գերմանիա, ու իրանք հա, դենց հիմնական այդ է, կորպորատիվը ու նրանք ովքեր ուզում են գնան Գերմանիա։ Վայ, Սոնա ջան, ես բավականություն ստացա քեզ հետ խոսալուց, որովհետև ես արդեն կասկածում էի, որ դու շատ պոզիտիվ մարդ ես, բայց որ այսքան բաց ու լավը, ու շատ ուրախ եմ, որ այն մարդկանցից ես, ովքեր իր գիտելիքները կարողանում է Հայաստան բերել։